Ուժեղ կապանցիներ, բարև ձեզ։ Կապանը ես հիշում եմ այն ժամանակ, երբ առաջի անգամ մենք սկսել էինք մեր ձևով շարժումը։ Հիշում եք, Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցուն պաշտպանելու համար։ Եվ այդ ժամանակ մենք ստեղծեցինք շարժումը, որը այսօր վերածվել է երկրի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի, որ այսօր այդ է ներկայացնում երկրում փոփոխություններ բերելու։ Այդ ժամանակ գալով Կապան մենք ստացել ենք մեծ էներգիա, մեծ աջակցություն, որը մեզ օգնել է պայքարի ամբողջ ընթացքում։ Ազնվությամբ եմ ասում, ես միշտ լավ եմ հիշում այդ օրը ու ձեզ ասում եմ, որ այդ օրվա ձեր վերաբերմունքը դեպի մեզ տվեց մեզ մեծ էներգիա բերելու այս փոփոխությունները։ Վերջապես ստեղծելու ընդդիմադիր ուժ, որը կլինի երիտասարդ, մաքուր ձեռքերով, լավ, պրոֆեսիոնալ մարդկանցով կազմած, որ երկրում որակական փոփոխություններ բերեն։ Այս աշխարհում մի հատ օրենք կա։ Եթե դու մեկին մի բան ես ասում, վատ բան ես ասում, դա քեզ հետ է գալիս։ Նա ՀԿ-ին քննադատում էր ուսուցիչներին հանրահավաքին տանելու համար։ Ինքը ուր գնում է ուսուցիչներին, ովքեր իր հետ չեն, ստիպողաբար տանում են հանրահավաքի։ Եվ ոչ միայն պետական աշխատողներին։ Պետական աշխատողները դա Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ են իրենց հայացքներով։ Եվ ինչ ինքը ասել է, իր գլխին է եկել։ Ինչ ինքը քննադատել է, նույնը արել է։ Երիտասարդ թիմը ուժեղ առաջնորդով, ով առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ ֆինանսական որևէ կարիք չունի։ Առաջի անգամ առաջնորդ է գալիս Հայաստանում, ով արդեն ունևոր է։ Ոչ թե որ ԿՊ-ն եկավ հեծանիվով, դուրս եկավ Range Rover-ով։ Ասում են պետականացրել ենք կոմբինատը։ Պետականացրել եք, թե ԿՊ-ացրել եք։ Միևնույն ժամանակ 8 տարվա ընթացքում ամեն 3 տարին մեկ խոսք էր տրվում, որ կկառուցվի պղնձի վերամշակման գործարան վերջապես էս մեր երկրում, որ մեր երկրի գլխավոր հարստությունը չենք տանելու Չինաստան, հողի տեսքով։ Վերամշակելու ենք եւ օգտագործելու ենք, չի կատարվել։ Որն է փոփոխությունը մեր առաջարկած։ Որակական Կապանի հանքերը, Քաջարանի հանքերը, Սյունիքի հանքերը, դա մեր արդյունաբերության վերածննդի հիմքն են։ Ցինկը, մոլիբդենը, պղինձը հիմքա լինելու մեր գործազուրկ ժողովրդին աշխատանքով ապահովելու համար ժողովուրդ։ Այն ծրագրերը, որ մենք ունենք, դա երկրի մեծ տնտեսական առաջխաղացման ծրագրեր է։ Ու այդ ծրագրերը անում է մարդ, ով արդեն էտի արել է մի քանի անգամ, ով ստեղծել է զրոյից հայկական բյուջեի էկվիվալենտ ընկերություն ու զարգացնում է դա։ Երեք այստեղ նաև ներկա էր մեր երկրի պաշտպանության նախարարը, ով ինձ դիմելով խորհուրդներ էր տալիս, ստիպված եմ արձագանքել, չնայած հաճույք չունեմ, բայց արձագանքեմ։ Պարոն Պապիկյան, դու հնարավոր է լավ ասֆալտ անող նախարար ես եղել։ Հնարավոր է լավ ասֆալտ անող նախարար ես եղել։ Շատ ասֆալտ ես արել։ Դու հնարավոր է նաև դրական փոփոխությունների հույսով ես եկել ԿՊ։ Բայց կանգնած քո վարչապետից 3 մետր հեռավորության վրա խոսում ես բանակի ծառայելուց, այն մարդն էլ 3 մետրի վրա խոսում ես վարչապետի տեխնացուի բանակի ծառայելուց, երբ Սամվել Կարապետյանը ծառայել է բանակին, ամենամեծ աջակցությունն է տվել հայկական բանակին։ Քո ղեկավարը չի ծառայել բանակում։ Ապրիլյան պատերազմին մասնակցել է մայիսին։ Հետևն կանգնած ու դեմքն էլ չի փոխվում։ Ինքը չի ծառայել, մեր ղեկավարը ծառայել է, Սամվել Կարապետյանը ծառայել է։ Մյուս բանը ասեմ։ Արցախի հարցը գիտեք ոնց է ստեղծվել։ Սրանից 200 տարի առաջ Վարանդայի մելիքներից Մելիք Շահնազարը հեղաշրջում է անում Վարանդայում։ Ու կռվում է բոլոր հայ մելիքների հետ։ Ու ասում է, որ ինչու ենք մենք լարված հարաբերություններ հաստատում են վաղտվա թուրքերի հետ։ Ասում է, բարիշ ենք թուրքերի հետ, այն ժամանակվա թուրքերի։ Հրավիրում է թուրքերից Փանախանին ու նվիրում է Շուշիի բերդը։
Թուրքերն էլ համաձայնվում են, ասում են շատ լավ, կսկսենք ընկերություն անել, բայց գանք Շուշիի բերդում բնակվենք։ 200 տարի հետո տեսակ ինչ եղավ ժողովուրդ։ Այնտեղ էլ հայ չի ապրում։ Հիմա մենք ունենք մի նոր Մելիք Շահնազար, ով ասում է խաղաղություն բերեմ, Հայաստանի Սյունիքի դարպասները բացեմ, գան ապրեն ստեղ խաղաղություն լինի։ Լսի, այդ ճամփեն մենք մի անգամ անցել ենք, ու դրա արժեքը կորսված Արցախն է։ Իրանք խաղաղությունը համեմատում են զիջման հետ։ Աշխարհում Ադրբեջանը աշխարհի ամենաուժեղ երկիրը չի։ 83-րդ տնտեսությունն է։ Չի կարելի Ադրբեջանից վախենալ։ Պետք է ուղղակի ունենալ ուժեղ առաջնորդություն, պետք է ուղղակի ունենալ ուժեղ դաշնակիցներ, որ ստեղից 100 կիլոմետր հեռավորության վրա ունենք դաշնակից ուժեղ, ում հետ պետք է ուժեղ աշխատենք։ Պետք է ամբողջ տարածաշրջանի հետ լավ հարաբերություններ հաստատել ու ունենալ երաշխավորված խաղաղություն։ Ոչ թե այս ամենը։ Մելիք Շահնազարի օրինակը մի օրինակ է, երբ հայերը սկսում են խաղաղություն ման գալ, երբեմն դա խառնում են զիջման հետ։ Մենք պետք է չխառնենք դա զիջման հետ, մենք պետք է մեր երկիր թույլ չթողենք ոչ 10,000, ոչ 20,000, ոչ 30,000 ադրբեջանցի, որովհետև մենք գիտենք, թե դա ինչ հետևանք ունի։ Իսկ մեր երկրի հարստությունը մեզ հերիք է, մեր սերունդների համար, տասնյակ տարիներ ու հարյուրավոր տարիներ լավ ապագա սարքելու համար։ Մեր երկրի հարստությունը հողի տակից հանում, տանում ենք Չինաստան, տանում ենք այլ երկրներ, որ իրենք հարստանան։ Մենք վերամշակենք, մեր երկիրը հարստացնենք, ուժեղ երկիր ունենանք։ Ուժեղ Հայաստան։